Լրատվամիջոցների հրապարակած տեղեկությունները հեռացնելու իրավունք է ներդնում Արդարադատության նախարարությունը։ Չնայած սա ուզում է տարածել նաև լրատվությամբ չզբաղվող մարդկանց վրա։ Ավելի պարզ, եթե օրինակ Facebook-ի անձնական էջում, այսպես ասենք, խնդրահարույց հրապարակում կա, բառ, առանձին նախադասություն կամ հենց ամբողջական նյութը։ Հիմնավորում են, թե մարդկանց անձնական ընտանեկան կյանքը բարի համբավն ու պատիվն են պաշտպանելու, սակայն ֆիքսենք վիրավորանքի ու զրպարտանքի դեպքում արդեն գոյություն ունի հերքման ու պատասխանի իրավունքը, իսկ պրակտիկայում քննվող գործերը բազում են, լուրը տարածողի գույքը կարող է կալանքի տակ հայտնվել, նրանից միլիոնավոր դրամներ պահանջեն։ Սահմանադրական դատարանի կողմից բավարար չեն համարվում անձի պատիվը, նշանապատվությունը եւ գործարար համբավը պաշտպանելու տեսանկյունից, քանի որ հեռացման իրավունքը եւս կարող է դիտարկվել որպես համարժեք պաշտպանության միջոց եւ շատ դեպքերում ավելի արդյունավետ, քան օրինակ հերքման եւ պատասխանի պահանջն է։ Նախագիծն ականներ է դնում մեդիա տարածքում, մեկին մի բան դուրս չգա, դատարան կհասնի այս օրենքն ընդդեմ լրատվամիջոցի կօգտագործի, պնդում են մասնագետները։ Օրենքը նախատեսում է, որ կարող է հեռացվի ամբողջական նյութը, ինչը նույնպես վտանգավոր է, այսինքն նյութի մեջ պաշտոնյան կամ այլ անձ կարող է գտնել մի նախադասություն եւ պահանջ դնել, որ հեռացվի ամբողջական նյութը։ Դեպի դեպքում մենք չունենք կանխարգելիչ կամ հեռացման պահանջը դնող անձի ձեռքը բռնող պայմաններ, որովհետև ինչ ունենք մենք հիմա պրակտիկայում, օրինակ բարձրացվեց զրպարտության եւ վիրավորանքի համար ֆինանսական բեռը։ Ու հիմա մենք տեսնում ենք, որ տարբեր պաշտոնյաներ լրատվամիջոցների դատի են տալիս, դատական հայցերում օգտագործում են չափազանց մեծ անընդունելի պահանջներ գումարային, փոխարենը մենք լավարկենք, գնում ենք ավելի վատ տարբերակով, երբ սկսելու են զուգահեռ նաև հեռացման պահանջներ դնել։ Չկա որևէ մեխանիզմ, որպեսզի դատան դրանից օգտվելով համաչափությամբ դա կիրառի։ Նյութի չափի փոփոխությունը չի կարող հանգեցնել խոսքի ազատության սահմանափակման այն աստիճան, որ իմաստազրկվի դրա էություն։ Այս վեճերով դատական գործերի հարուցումը նպատակ է շատ դեպքերում հետապնդում, որպեսզի լրատվամիջոցներին եւ լրագրողերին դրեսնեն։ Նախագծի հանրային քննարկումն ի դրաֆթում արդեն ավարտվել է, սակայն երկու գերատեսչությունը առայժմ իր դիտարկումները չի արել։ Այսինքն դեռ այն լրամշակելու են ու թե արդեն վարչապետի աշխատակազմ ուղարկելու ենթակա տարբերակում մասնագիտական հանրույթի տեսակետները որքան ընդունած կլինեն, նույն մասնագետների պնդմամբ իրենց աշխատանքը խոչընդոտող օրենք գրողները պարզ չէ։ Էդվարդ Պողոսյան, ժամը լրատվական։